8 տարի քաղաքացիական պայմանագրի հետ ճանապարհ անցած Վլադիմիր Վարդանյանը 3 օր է անկուսակցական է, սեփական նախաձեռնությամբ է իշխող ուժից դուրս գալու դիմում գրել, որ դառնա անկուսակցական ու հնարավորություն ստանա օրենսդիր մարմնից տեղափոխվել անկախ մարմին համարվող սահմանադրական դատարան որպես դատավոր։ Անցած շաբաթավերջին նրան այդ պաշտոնին առաջադրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Թե ինչու է Խաչատուրյանը քաղաքացիական պայմանագրի առանցքային անդամի թեկնածության վրա կանգ առել, հայտնի չէ, բայց Վարդանյանը պնդում է, թե դժվարությամբ է համաձայնել։ Բարձր առաջարկին համաձայնել եմ այն գիտակցությամբ, որ թե մասնագիտական եւ թե ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման եւ զարգացման գործին։ Ընտրվելու դեպքում Վլադիմիր Վարդանյանը կդադարեցնի նաև խորհրդարանական գործունեությունը։ 2018-ից ի վեր Վարդանյանը իշխող ուժի ցուցակով падգամավոր ընտրվելուց բացի ղեկավարել է նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Պաշտպանել է ՔՊ-ի տարբեր աղմկահարույց նախագծեր, ամենաթարմ օրինակներից մեկն էլ հեծի պետականացմանը միտված օրենսդրական փաթեթը։ 1-2 օր խոսանքի բացակայությունը կարող է վերածվել լրջագույն կոլապսի, եւ մենք դրա օրինակը ունենք Իսպանիայում։ Եվ քննությունը առ այսօր շարունակում է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Իսպանիան բախվեց այդպիսի blackout-ի հետ։ Վլադիմիր Վարդանյանի սահմանադրական դատարան գործուղելու որոշումը իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը գնահատում է խնդրահարույց, սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը թուլացնող եւ նվազեցնող։ Առհասարակ խնդիր է, երբ որ նման պաշտոնների համար առաջադրվում կամ ընտրվում են կուսակցական անձինք, հա, մենք նույն մոտեցում ունեցել ենք նաև, երբ Կարեն Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի նախագահի թեկնածու էր, այսինքն բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու էր, երբ Վահագն Հովակիմյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու էր, սա լուրջ խնդիրներ են եւ սա չի կարելի անտեսել։ Արդեն նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը ընտրվելու դեպքում սահմանադրական դատարանում կփոխարինի նախկին հանրապետական Հրայր Թովմասյանի։ Իսկ Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցվեց, որովհետև դատարանը 2 տարի առաջ նրան մեղավոր էր ճանաչել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Անցած ամիս այս վճիռը մտել է ուժի մեջ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելը ոչ թե հանրապետության նախագահի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն է։ Կարապետյանցի պնդմամբ առանց այն էլ վստահություն չունեցող բարձր դատարանի վարկանիշը այդպես էլ ավելի կտուժի։ Ինչքան էլ հիմա մեզ փորձեն համոզել, որ ստորագրել են ու կուսակցությունից դուրս են եկել մի կես ժամ առաջ կամ մի շաբաթ առաջ, դա բնականաբար համոզիչ չի լինելու ոչ մեկի համար, որովհետև մենք այս process-ը արդեն տեսել ենք բազմիցս։ Առաջիկայում սահմանադրական դատարանում կարող է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարց առաջանալ, այլ նաև քննության առարկա է դառնալու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, նոր սահմանադրության նախագիծը։ Սահմանադրական դատարանի գործող կազմն ընտրվել է քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք։ Չնայած սրան, Կարապետյանցը կարծում է, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցին ՍԴ գործուղելով իշխանության պահպանման համար լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պիտի փաստացի յուրացնի, հա, իշխանությունը, զավթի իշխանությունը ամբողջությամբ ԿՊ-ականորով կամ ալշուտ անձնապես իրեն նվիրյալ մարդկանց նշանակի այդ պաշտոններում։ Սա ստուգված, այսպես գործիք է, մենք սա տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ ենք տեսել, ՀՀԿ-ի ժամանակ ենք տեսել, տարբեր խմբերի կառավարման տարիներն ենք տեսել, սա մեզ համար շատ հստակ պատկերացում է, որը մենք ունեցել ենք։ Այսինքն սա մեր փորձն է։ ՔՊ-ականներն ամենաբարձր մակարդակով վստահեցնում են անհրաժեշտ բոլոր քայլերն անցնող 8 տարիներին իրականացրել եւ շարունակում են իրականացնել, որ Հայաստանում դատական համակարգը անկախ լինի։ Ընդ որում 2019 թվականին, երբ լծվել էին արդեն ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանին պաշտոն անկանելու գործին, ի թիվս այլ հիմքերի մատնանշում էին Թովմասյանի կապը երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Այն դեպքում, երբ Թովմասյանը հանրապետականի անդամ է եղել 6 տարի,
տարի, իսկ Վլադիմիր Վարդանյանը ՔՊ անդամ 8 տարի։ Չի ստացվում ՔՊ-ն անում է այն, ինչի համար քննադատում էր նախկիններին։ Այս հարցին իշխանական խմբակցությունից պատասխան ստանալ այսօր չհաջողվեց։ Ասացին Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցը դեռ խմբակցությունում պետք է քննարկեն, հետո մեկնաբանեն։ Մինչ այդ իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը չի հերքում Հայաստանում կայացած անկախ մարմիններ չկան։ Մեծ հաշվով անկախության ինստիտուտ էլ չկար, հա։ Եվ այդ դրա արդյունքում նույնիսկ այն մարմինները, որոնք որ մնում են իշխանությունից անկախ, օրինակ 2021 թվականի մասն եմ ասում, դառնում են պայմանական ընդդիմությունից կախյալ, ընդդիմությունից, օտարերկրյա կենտրոններից կախյալ։ Այդ լուրջ խնդիր է եւ իշխանությունը թե այդ խնդիրը լուծի անկախ մարմինների ավանդույթներ բերելով, ավանդույթներ ներմուծելով, դրա փոխարեն իշխանությունը շարժվում է այն ուղղությամբ, որ դե լավ, անկախ չեն, ուրեմն թող ոչ էլ լինեն անկախ, բայց թող մեզանից կախված լինեն։ Թե երբ խորհրդարանը կքննարկի Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը հստակ չէ, պարզ չէ նաև խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը։ Նրանք եւս փոխանցեցին, որ Վարդանյանի թեկնածությունը չեն քննարկել։